Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում։ Այս մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս պահի դրությամբ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց համոզված եղեք, որ թրիփի հարցը շարունակում է գտնվել եւ Ամերիկայի եւ միջազգային հանրության օրակարգում։ Թրիփը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավել, երբ Հայաստանն ու ԱՄՆ-ն ձեռք բերեն համաձայնություն։ Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական եւ պատերազմական էր։ Մի կողմից ցուցադրվում էր Ալիևի սիրած երկաթե բռունցքը, մյուս կողմից 44 թիվը, որն ուղեկցվում էր թշնամու դեմ տարած հաղթանակի մասին խոսքերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցության հարցերը, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների մասին։ Վարչապետը նշել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու փոխգործակցությունը Եվրոպական խորհրդի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրոպա խորհուրդ գործընկերության խորացմանը եւ տարածաշրջանային հարցերին։ Հայաստանի եւ Ամերիկայի 123 համաձայնագրի բանակցությունները մեկնարկել են խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային սկզբունքներին։ Բանակցություններին մասնակցել են նաեւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ 123 համաձայնագրի կնքումը կստեղծի իրավական հիմք խաղաղ միջուկային տեխնոլոգիաների եւ գիտելիքի փոխանակման համար։ Մեր քաղաքացիները չպետք է մտահոգվեն Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման դեպքում տնտեսական ռիսկերից։ Այս մասին խորհրդարանում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նշենք, որ ֆերմերների շրջանում կան մտավախություններ, որ սահմանների բացման դեպքում երկիրը լցվելու մատչելի թուրքական գյուղամթերք, որը խեղդելու է տեղական արտադրողին։ Թուրքիայի կլիմայական պայմանները եւ պետական սուբսիդավորումը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը ամբողջությամբ կախված է դառնալու այնտեղից ներկրված մթերքից։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ իրենք տիրապետում են համապատասխան գործիքակազմի, որպեսզի կանխեն նմանատիպ սպառնալիքները։ Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, ապա այդ process-ի դրական կողմերը շատ ավելի մեծ են լինելու։ Հիմա կարող եք հայ ժողովրդին բացատրել, թե ինչ է սպասվում իրեն սահմանի բացումից հետո։ Եթե դու ստանում ես մի հատ մեծ բան, դրա թիմ փոխարեն կարող ես կորցնել մի հատ փոքր բան, կարող ես կորցնել, բայց ավելի լավ է մենք այդ մեծ բանը ստանանք, այդ փոքր բանը այսպես նենց հեշտ կորցնենք, որ աջակցելով, ադապտացնելով, ինչ մի քիչ փակելով։ Դուք ունեք հաշվարկ, թե ինչ վնասներ է կրելու գյուղատնտեսությունը սահմանները բացվելուց հետո, որովհետև դուք անգամ հաշվարկ չունեք, թե ինչ օգուտներ է ստանալու Հայաստանի։ Ասում եք հաշվարկ չկա։ Դե ես խորհուրդ եմ տալիս հետևել իմ գիտական գործունեության, իմ հոդվածները հերթով կարդաք եւ կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենաք։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց քննարկվել կամ քննարկվում է իշխանականներից խորհրդարանում հետաքրքրվել են լրագրողները։ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ հորդորել է ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման չգեներացնել։ Վաղարշակ Հակոբյանը պատմել է, թե նման օրակարգ չկա եւ հակառակը իրենք խորացնում են հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ։ ՄԱԿ ամբիոնից Փաշինյանը խոսեց Եվրամիության ուղղությամբ գնալու մասին։ Հարցին միաժամանակ հնարավոր է երկու տեղում լինել, այն դեպքում, երբ ռուսական կողմը բացառել է դա։ Նկատելով, որ ԵԱՏՄ-ի հետ գործակցությունից գոհ են, Հակոբյանը հիշեցրել է նաև, որ Եվրամիության հետ համագործակցությունը օրենքով է հաստատվել։ Մենք ունենք փաստ, որ ձեր նշած օրենքը ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարարություններ, եւ ունենք փաստ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Ես խնդրում եմ, այս դիտանկյունով դուք դիտարկեք հարցը։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք պահանջել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։ Ոչ մի ձևի բավարար պատասխան մենք չենք ունեցել մինչև հիմա։ Դրա համար արդեն սաղ կառույցներին է պետք է դիպենք։ Պետք է այդ սաղ կառույցներն էլ չնայած մինչև հիմա էլ դիպել ենք, բայց այդ սաղ կառույցները պետք է հասկանան, որ ախպեր չի կարելի։ Այս մարդիկ երեխային ման գալ, այս մարդիկ ես իմ տենց մի հատ կառոպկա չեն տվել իրանց հետո հետ ուզում։
Միքայել Սրբազանի գործով դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատ ազրկել Սրբազանին։ Հիշեցնենք, որ Միքայել arczepiskopos-ը սեպտեմբերի 24-ին մեղավոր է ճանաչվել։ Երևանի քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի հրապարակել էր մեղադրական վերդիկտը։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների գործածումը դպրոցներում։ Գործակարգավարական նիստում նշվել է, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։ Նաև առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։ Արձագանքելով այս նախաձեռնությանը Երևանի քաղաքապետ Ավինյանն ասել է, որ առաջարկում է հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ։ Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի եւ նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան։ Մի փոքր խոսենք հեռախոսների, բջջային հեռախոսների սահմանափակման եւ արգելքի մասին դպրոցներում։ Մենք որոշակի այդ թեմայով քննարկում բացեցինք եւ ակնհայտորեն Երևանում ծնողները մեծամասամբ բացահայտ ընկալունակ էին այդ հնարավոր սահմանափակումներին, ոչ միայն ընկալունակ էին, այլ նաև ավելի աջակցում էին եւ խրախուսում էին, որով որ մենք որոշակիորեն կկարողանանք սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դասապրոցեսի ժամանակ եւ որ շատ կարեւոր է երեխաների ընդհանուր դասապրոցեսից շեղվելու բոլոր բացասական հնարավոր հետևանքներ, որ ունի բջջային հեռախոսը դպրոցում, դրանցից խուսափելու համար։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողներին հուզող հարցերը եւ բարձրացված խնդիրները։ Ներկայացվել են նաեւ վերջերս ընդունված պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է տեքստիլի հումքի ներկրման նպատակով բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, տեքստիլ ոլորտում սերտիֆիկատների ձեռքբերման ծախսերի փոխհատուցում։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև միջազգային ցուցահանդեսներին տեղական արտադրողների մասնակցության պետական աջակցությանը, որն ուղղված է նոր շուկաների բացմանը եւ համագործակցությունների ընդլայնման, նոր հնարավորությունների ստեղծմանը։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում, այս մասին գրված է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջում։ Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների եւ ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասվում է վիզայի չեղարկում եւ արտաքսում, ասվում է հայտարարության մեջ։ Սրտամկանի սուր ինֆարկտի ստենտ կյանքի համար ծրագիրը ընդլայնվել է։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու։ Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել պետական պատվերով, եթե նրանց կլինիկական բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից վերին Լարսի եւ այլ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում Ռուսաստանում կիրականացվի մուտքի ամսաթվի եւ ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգը, նախապես ամրագրելով ժամանման օրվա եւ ժամի ընտրությունը, բեռնափոխադրողները հնարավորություն կունենան ավելի արդյունավետ անցնել սահմանային կետերով, այդ թվում վերին Լարսում։ Գրանցման համար անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստը եւ հեռախոսահամարը, ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ եւ կցել համապատասխան տվյալները։ Քննչական կոմիտեից ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացրել են, որ Մերձավանում առերևույթ սպանություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանության օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտնել էինք Փարաքար համայնքի ղեկավարի եւ ոստիկանի սպանության գործով ձերբակալվածի մասին։ Հիշեցնենք Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում
կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետն ու եւս մեկ անձ վիրավոր էր, կրակոցների եւ սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Կիբերհանցագործները Մեծ Բրիտանիայի մանկապարտեզներից գողացել են ավելի քան 8000 երեխայի անձնական տվյալներ։ Գողացված տվյալները ներառում են երեխաների լուսանկարներ, անուններ եւ հասցեներ։ Հարձակվողները արդեն տեղադրել են այն տեղեկատվության մի մասը մութ ցանցում եւ փրկագին պահանջել ընկերությունից։ Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է, որ ստացել է փրկագին պահանջելու մասին հաղորդում։ Մեծ Բրիտանիայի ազգային կիբերանվտանգության կենտրոնը իրավիճակը անվանել է խորապես մտահոգիչ։ Չինաստանում բացվել է 625 մետր բարձրությամբ կամուրջ, ըստ որոշ տեղեկությունների այն գրեթե 9 անգամ ավելի բարձր է, քան Սան Ֆրանցիսկոյի ոսկե դարպասներ կամուրջը։ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգում գտնվող աշխարհի ամենաբարձր կամուրջը բացվել է երթևեկության համար։ Նշվում է, որ դա Հաուցզյան կիրճով ճանապարհորդության ժամանակը 2 ժամից կկրճատի մինչև ընդամենը 2 րոպե։ Տնտեսական գործակցության եւ զարգացման կազմակերպության նոր զեկույցը բացահայտել է Եվրոպայում գենդերային անհավասարությունը։ Ըստ զեկույցի կանայք միջինում տղամարդկանցից 86% ավելի են անվճար աշխատանք կատարում, իսկ ամենամեծ տարբերությունը գրանցվել է Թուրքիայում, որտեղ կանայք օրական 305 րոպե, ավելի քան 5 ժամ հատկացնում են անվճար աշխատանքին, մինչդեռ տղամարդիկ միայն 68 րոպե։ Թուրքիայից հետո մեծ անհավասարություն կա Պորտուգալիայում, Հունաստանում եւ Իտալիայում, իսկ ամենացածր տարբերությունը Շվեդիայում է, ընդամենը 29%։ Հարավային Կովկասում Երևանի օդի որակն ամենավատն է։ Օրեր առաջ հայտարարել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ Նա ֆիքսել էր, որ Հայաստանն իր համախառն ներքին արդյունքի ընդամենը 0.6%-ն է ծախսում շրջակա միջավայրի պաշտպանության վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում մի կողմից շնորհակալություն էր հայտնել Հայաստանի էկոլոգիայի վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար, մյուս կողմից նշել, որ ճիշտ է, պաշտոնական տվյալների համաձայն Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ, հատկապես փոշու եւ ազոտի երկօքսիդի, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին։ Ըստ այդմ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում օդի ամենավատ որակն ունի։ Միջին վիճակագրական քաղաքացու մոտ իհարկե հարց է առաջ գալիս հավատալ միջազգային որոշ հարթակներին, որոնք պարբերաբար բավականին վատ տվյալներ են ներկայացնում Երևանի էկոլոգիայի վերաբերյալ, թե վստահել այդ առնչությամբ Հայաստանի պաշտոնական հանգստացնող տեղեկություններին։ Մեր մոտ միջինացված ցուցանիշ է օգտագործվում, որը ոչ մի բան չի նշանակում։ Ինքը կարող ասի, օրինակ աղտոտվածությունը 3 անգամ բարձր է նորմայից կամ 2 անգամ։ Չնայած որ մի ռայոնում դա կարող է 10 անգամ բարձր, մյուս ռայոնում լրիվ նորմայի համապատասխան։ Երևանի բարդ ռելիեֆով պայմանավորված ինչ-որ թաղամասերում կարող է օդի մաքրությունը շատ բարձր մակարդակի վրա լինել, բայց դա քիչ է հետաքրքրում այն թաղամասերի բնակիչներին, որտեղ, ասենք, քամիների բացակայության պատճառով օդ արտանետված ծուխն ու փոշին կուտակվում է շաբաթներով ու անտանելի դարձնում կյանքը տվյալ հատվածում։ 2.5 միկրոնից այդ փոքր մասնիկների մասով, որոնք մի շարք գազանման աերոզոլային մասնիկներ են, նրանք չեն տիրապետում այդ ուրեմն տիրույթին, շատ փոշու մասնիկները կարող են դրանց վերաբերյալ կարծիք հայտնել, այսինքն PM 10 միկրոնից բարձր խոշորությամբ, տրամագծային խոշորությամբ մասնիկների վերաբերյալ։ Հատկապես աշնան ավարտին մինչև գարնան սկիզբ միջազգային տարբեր հարթակներ Երևանում չափազանց վտանգավոր աղտոտում են ցույց տալիս Երևանի օդային ավազանում։ Մեծ հաշվով դա զգացվում է նույնիսկ առանց սարքերի, մարդկային զգայարանների միջոցով։ Հայաստանի պաշտոնական մոնիթորինգային տվյալները, սակայն հակառակն են պնդում, անհանգստանալու առիթ չկա։ Մոտ է իրականության ավելի այդ միջազգային հարթակներում տեղադրված տվյալների մեծությունները, այսինքն Երևանում լուրջ խնդիր կա մասնավորապես PM2.5 մասնիկներով աղտոտվածության մասով։ Գալիք տարի Հայաստանում տեղի է ունենալու COP17 միջազգային բնապահպանական ֆորումը, որի նպատակը հենց շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունն է։ Որպես հյուրընկալող կողմ Հայաստանը պետք է որ շահագրգիռ լինի աշխարհին ներկայանալ որպես բնության պահպանության առաջամարտիկ։ Սեպտեմբերի 28-ին Մարմարի գյուղում վերհամբարձ կռունկը բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը կողաշրջվել ու ընկել խցիկի վրա։ Կռունկաբորը տեղում է մահացել։ Օպերատիվորեն ժամանած Հրազդանի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ են կարողացել մահացածին դուրս բերել ու մոտեցնել դիհատարին։
նախաձեռնվել է քրեական վարույթ աշխատանքային կանոնների չպահպանումը, որը առաջացրել է մարդու հատկանիշներով, իմ տեղեկություններով այդ հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթ։ Սեպտեմբերի 29-ին նորապատ մրգաշատ ճանապարհին բախվել են 28-ամյա Արամի Օփելը եւ 21-ամյա Կարենի Volkswagen-ը։ Վերջինը շրջվել է 1 հոգի, տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։ Վիրավորին եւ վարորդներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին փրկարարության Արմավիրի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Սեպտեմբերի 28-ին Աբովյանի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Էրիկի մոտոցիկլը ու 49-ամյա Կարենի Ֆորդը։ Մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարին առաջին օգնության են հասել Ֆորդի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկներն են ժամանել։ Ֆորդի վարորդը հայտնի է, ենթարկվել է սթափության փորձաքննության, Ֆորդի վարորդը եղել է սթափ։ Սեպտեմբերի 27-ին Կիևյան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող հատվածի սկզբնամասում բախվել են 27-ամյա Գևորգի Տեսլան եւ Լադան։ Վերջինի վարորդին առաջին օգնության են հասել այդ վայրով անցնող ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարն ու նույն դասակի կրտսեր բարեկը։ Տեսլայի վարորդն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը Լադայի վարորդն է եղել։ Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Կիևյան փողոց ընթանալիս դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Տեսլային։ Իմ տեղեկություններով Տեսլայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Սեպտեմբերի 27-ին Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում բախվել են 24-ամյա Նելիի Mercedes ML-ը, 45-ամյա Սյուզաննայի Kia Forte-ն եւ 43-ամյա Արմենի Vaz 2107-ը։ Վերջինի 40-ամյա ուղևորը տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Եվ սեպտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մուսալեր գյուղի Մաշտոցի փողոցին հարակից Դաշնամիջյան հատվածում որպես քոլիկ օգտագործվող տնակում հրդեհ է բռնկվել։ Մինչև ժամանային վաղաշապատի հրշեջ փրկարարները կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, հետո հրշեջները մարել են կրակը։ Մարելուց հետո էլ հայտնաբերել են մոխրացած տի։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը պարզվում է, բարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են նաև մահացածի ինքնությունը։ Արմավիրի Արաքսգյուղում սեպտեմբերի 27-ին կրակոցներ են հնչել։ Ու մինչև մեծ թվով համայնքային եւ քրեական ոստիկաններ, ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի բարեկները փնտրում էին կրակված պարկուճներ, հիվանդանոցից ոստիկանությունը հացանկ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Քրեական եւ համայնքային ոստիկաններն ու բարեկները ահագին հատված սանրելուց հետո հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 4 պարկուճ։ Հավաքվածների խոսքով կրակոցները արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։ Ի դեպ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, նա տեղափոխվել է ոստիկանության վաղաշապատի բաժին։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են առնանման հետքեր, հողաթափ, 1 հատ ինքնաձիգից չկրակված պարկուճ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։